Բան Բլեն, ես ուզում եմ երկու օրինակ բերել, որ ինձ շատ հետաքրքրել է, շատ եմ զրուցում երեխաների հետ։ Եղբորս աղջիկը պատմում է, որ իրենք մի քանի հոգով զրուցել են, արձակուրդներից հետո պիտի վերադառնային արդեն դպրոց, ասում եմ միայն մի աղջիկ էր ուզում վերադառնալ, Արսինեն, եւ ինքը սովորում էր Բլեյան դպրոցում։ Դե ձեր դպրոցը հիմնականում ասում են Բլեյան դպրոցում, ու դրանից հետո ինքը կենտրոնացել էր եւ իր մայրիկին խնդրում էր, որ իրեն տեղափոխի Բլեյան դպրոց, որտեւ իրեն հետաքրքիր այդ ինչպես է, որ երեխան ուզում է արձակուրդից հետո վերադառնա դասերին, բայց եւս մեկ օրինակ եմ լսել հակառակ, որ տղա երեխան քաղաքագիտություն ֆակուլտետի համար է դիմել, ձեր դպրոցը ավարտած, ուներ էմոցիոնալ ինտելեկտ, հասկանում էր ինչի է ուզում այդ ֆակուլտետ, բայց քննությունները չանցավ, չընդունվեց, այսինքն իրեն այդ գիտելիքները չբավարարեցին, որովհետեւ քննությունների համար ոչ թե ստուգում էին մոտիվացիաները, ոնց ես դու պատկերացնում, այլ ֆիքսված գիտելիքներ։ Այս երկու օրինակների համադրումը դուք ոնց եք մեկնաբանում։ Մենք հատուկ ենք գնաց այդ ճանապարհով, գուցե սկզբից թվում էր հեշտ ճանապարհ, բայց մենք ընտրեցինք ամենաբարդ ճանապարհը։ Այսինքն ոչ թե մենք ընտրենք, այլ երեխան ընտրի մեզ։ Իր կյանքի մի մեծ ժամանակ անցնելու է այդտեղ եւ ինքը պետքա այդ ծախսած ժամանակի դիմաց վարձատրված լինի։ Իսկ վարձատրված պետքա լինի այդ հավեսով, ինքնագնահատականով, իր ստացածով։ Հասարակությունը պետքա լավ զգա, որ գոնե 35 տարում թողբողի մեջ Լեան դպրոցը կայացավ, ձևավորվեց, անգամ հավակնոտ է, որ ցանց ունենա, այսինքն լինի ոչ միայն Երևանում, այլ Բանգլադեշում ներկայացված, այլ Ստեփանավանում իր տուն պարտեզով, Գյումրիում իր հետազոտական ավագ դպրոցով եւ այսպես շարունակ, այսինքն որ հնարավոր լինի ցանցի միջոցով այդ մանկավարժությունը տարածել եւ նորանոր մարդկանց ներգրավել, ես նկատի ունեմ նաեւ մանկավարժական աշխատողների։ Տեսեք, նպատակ ինչ որտեղ դրված է, բայց մենք ասում ենք գլխավորը ինչպեսն է։ Կան քաղաքացիական նախաձեռնող խմբեր, կա մարդկանց խումբ, որը հաշտ չի էս բանի հետ, անգիրի զուպրիտի դպրոցի հետ, որ ուզում է իր երեխայի համար մի խումբ քաղաքացիների նախաձեռնողների համախմբումով աջակցել այս Բլեան ցանցի ստեղծմանը։ Հայաստանով մեկ։ Հակառակ դեպքում դե ասես ես ինչ անեմ, էս է, առաջարկ չկար, չէ, այլընտրանք չկար, էս չէ, չկա։ Քաղաքացիական նախաձեռնություններին հիմա շատ մեծ կարևորություն ենք տալիս, որտեղ որ կառաջանա այդպես թեկուզ մի անհատ, որը կարողանա իր շուրջ հավաքել քաղաքացիների ծնողների, ու իրենք սկսեն օրինակի համար նախակրթանից, տուն պարտեզից 20 երեխայի համար պարտադիր չի անպայման ֆաբրիկա լինի դա մեծ, չգիտեմ, այս ծանոթ շենքերով, միսով, կարող է բակով լինի, տունիկով լինի, հետաքրքիր լինի, անսպասել լինի, որ օդանցքից դու մտնես այդ նոր իրականություն։ Ես այստեղ եմ տեսնում փոփոխություն, մնացածը փոփոխություններ չի, մնացածը շտամպ է, մնացածը արտադրություն է, ինչ ավելացնելու։ Դե հենա կա էլի։